Բարև ձեզ, այսօր ուզում եմ էլի այդ մարմնի այդ պսիխոսոմատիկ դրսևորումներից խոսամ, այդ որ արյունը խիտ է շատերի մոտ, որ ասպիրին են խմում, արյունը ջրիկան է եւ այլ եւ այլ եւ այլ։ Ու հենց դրանից էլ հետո ինֆարկտներ է լինում։ Արյան խտությունը կախված է ձեր մարմնի ներսից, որը գալիս է հոգեվիճակից ու որ արյունը միշտ խիտ է, դա ներսի պատերազմական իրավիճակն է։ То есть պարզապես մարդ միշտ սպասում է, որ ինչ-որ մի հատ բան կարա լինի, որ ինչի կարա արձագանքի, ու դրա համար տղամարդկանց մոտ դա ավելի շատ է դրսևորված։ Տղամարդկանց ինֆարկտների մեծ մասը հենց դրանից է, որ արյունը խիտ է, սիրտն էլ չի կարող այդ խիտ արյունը հասցնի այնտեղ, որտեղ պետք է, հետո տրոմբեր է լինում, աթերոսկլերոզ եւ այլ եւ այլ եւ այլ։ То есть ցանկացած սպասում ապագայից, որ կարա մի հատ ինչ-որ մի բան այն չի լինի, բերում է այդ արյան խտության, ու որ տղամարդիկ շատ ժամանակ իրանցից կախված է, որ իրանք պետք է պատասխանատու են այդ անվտանգության եւ այլ, միշտ սպասում են, որ կարա ինչ-որ բան լինի, իրանք չկարողանան պատասխանել, արձագանքեն ճիշտ ձևով, բերում է նրան, որ իրանց մոտ միշտ մարմնի մեջ, այսպես ասած, պատերազմական իրավիճակ է, արյան խտությունը ինքը էլի կորտիզոլն է դրսևորում, то есть որ դու միշտ մտքերով սպասում ես, որ կարա ինչ-որ մի հատ բան լինի, ու դու չես կարա արձագանքես, քեզ անապահով ես զգում, տամ մարդկանց մոտ գործերը այնպիսին չի, այն որ ասում մեծ գումարներ չունեն, որ հանկարծ մի բան լինի, փողը ծախսենք եւ այլ եւ այլ։ Արյունը խիտ է դառնում ու այդ ձևի մարմնի տարբեր խնդիրներ են ու ամենաառաջինը հենց սիրտն է, բանի սիրտն ալարված աշխատում ու սրա բանը, որ այդ սպասումները անջատելն է, որովհետև շատ բանից մեր երևակայության մեջ ինչ կա, մի 90%-ը չի լինելու, պարզապես մարդիկ դա պատկերացնում են, այդ պատկերացումը գալիս է նրանից, որ փոքր ժամանակ միշտ ապագան վատ են ձևավորում, միշտ ամբողջ դաստիարակությունը, որ այսպես արա, թե չէ վատ է լինելու, ու կյանքում այդ պատեռնն է աշխատում, այդ ձևն է աշխատում, որ ապագայում միշտ ինչ-որ վատ բան պետք է լինի ու բոլորի մոտ միշտ սպասումը ուղղակի կապված է ինչ-որ նեգատիվ մտքերի հետ։ Ու դրա բանը այդ սպասումը անջատելն է, ես հենց այդ աշխատանքն ենք մենք կատարում, то есть մարդ դառնում է լինելիության մեջ, էգզիստենցիալ վիճակում, որ կյանքը հենց ստեղ եւ հիմա է։ Ապագայից սպասումները միայն լավ ձևավորեք, եթե ինչ-որ վատ միտք կա բանանում, այդ լավ միտքը ձեր մտքով կարաք ձևափոխեք դեպի, եթե վատ միտք կա լինում, ձեր վատ միտքը ձեր մտքով կարաք փոխարինեք լավով, ավարտեք այդ եկած պատկերը վատ դեպի լավը։ Ու դա արդեն առանձին աշխատանք է, մենք եւ մեր դասընթացների ընթացքում եք այդ ամենը, այդ հմտությունը ձեռք են բերում մարդիկ եւ անհատական աշխատանք։ Շնորհակալություն, լավ եղեք։